Դուք դիտում եք Ադրբեջանի եւ Հարավային Կովկասի տարածաշրջանի գլխավոր լուրերը CBC-ի հայկական ծառայության ալիքում։ Բաժանորդագրվեք մեր ալիքին Ադրբեջանում եւ նրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններին իրազեկ լինելու համար։ Այսօր մայիսի 12-ն է։ Օրվա կարևոր լուրերը CBC-ի հայկական ծառայության եթերում։ Ադրբեջանը հասել է իր առջև դրած բոլոր նպատակներին։ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունները արագորեն խորանում են բոլոր ոլորտներում։ Բաքվում համաշխարհային քաղաքային ֆորումի շրջանակներում կներկայացվի հատուկ ստարտափ տաղավար։ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է BP-ի գործադիր տնօրեն Մեկ Օնիլին։ Նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանի եւ BP-ի միջև առկա է ավելի քան 30 տարվա գործընկերային պատմություն։ Պետության ղեկավարը ընդգծել է, որ այս ընթացքում իրականացված բոլոր նախագծերից ստացված եկամուտները հիմնականում օգտագործվել է Ադրբեջանի սոցիալ-տնտեսական զարգացման համար, նշելով, որ մեր երկրի եւ BP-ի միջև իրականացվող նախագծերի թիվն աճում է, Ադրբեջանի նախագահը ընդգծել է, որ սա ցույց է տալիս համագործակցության օգուտները երկու կողմերի համար եւ ուշադրություն է հրավիրել մեր գործընկերության ռազմավարական բնույթի վրա։ BP-ի գործադիր տնօրենը հատկապես ընդգծել է համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի եւ նախագահ Իլհամ Ալիևի հեռատես առաջնորդությունը, նավթից եւ գազից ստացված եկամուտը երկրի զարգացման մեջ ներդնելու գործում։ Մեկ Օնիլը անդրադարձել է Բաքվի զարգացմանը, այդ թվում ճանապարհների եւ ենթակառուցվածքների վրա կատարված ներդրումներին, հիշեցնելով, որ դարի պայմանագիրը ստորագրվել է մեր անկախության վերականգնումից կարճ ժամանակ անց, նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ առաջին Ղարաբաղյան պատերազմից հետո մեր երկրում իրավիճակը շատ դժվար էր, ընդգծելով, որ մենք կորցրելով մեր տարածքները բախվել ենք հումանիտար աղեթի։ Ադրբեջանի նախագահը նշել է, որ այդ ժամանակ մեր բյուջեն զրոյական էր, եւ այս իրավիճակից դուրս գալու միակ ելքը խոշոր միջազգային ընկերություններին մեր երկիր ներգրավելն ու նրանց ներդրումներ կատարել համոզելն էր։ Նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել BP-ին այս հարցում ցուցաբերած վստահության համար։ Զրույցի ընթացքում նշվել են BP-ի կողմից մեր երկրում իրականացվող էներգետիկ նախագծերը, այդ թվում վերականգնվող էներգիայի նախագծերը եւ անդրադարձ է կատարվել ընկերության կողմից մեր ազատագրված տարածքներում իրականացվող նախագծերի կարեւորությանը։ Հանդիպմանը նշվել է մեր երկրի դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում եւ քննարկվել են Սոկար BP համագործակցության հեռանկարները։ Ադրբեջանը նպատակ չունի կործանել Հայաստանը կամ զրկել անկախությունից, հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը Զանգելանի բնակիչների հետ հանդիպմանը։ Եվրոպացի այսպես կոչված դիտորդները ենթադրաբար շարունակում են մշտադիտարկում իրականացնել Ադրբեջան-Հայաստան սահմանին։ Ես այն ժամանակ էլ եմ ասել, եթե մենք մի կրակոց արձակեինք, նրանք անմիջապես կփախչեին եւ այնտեղ անգամ իրենց հետ կչեր մնա, ասել է Ադրբեջանի ղեկավարը։ Նա նշել է, որ եվրոպացի դիտորդները ներկայացնում են, թե Հայաստանը Ադրբեջանից են պաշտպանում։ Որևէ կարիք չկա Հայաստանը մեզանից պաշտպանելու, հայտարարել է Իլհամ Ալիևը հավելելով. Մենք հասել ենք նրան, ինչի նպատակը դրել էինք մեր առաջ։ Իլհամ Ալիևի խոսքով Ադրբեջանի միջազգային հեղինակությունը բոլոր ժամանակների բարձրակետին է, որի պատճառներից մեկն էլ Ադրբեջանի ռազմական հաղթանակն է։ Խոսելով տրանսպորտային ենթակառուցվածքների մասին, Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքվից Զանգիլան երկաթուղու կառուցումը կարող է ավարտվել 1-ից 1.5 տարվա ընթացքում։ Հաջորդ տարի հնարավոր կլինի գնացքով հասնել Խանքենդի, ասել է Իլհամ Ալիևը ընդգծելով, որ երկաթուղին Զանգեզուրի միջանցքով կձգվի մինչև Նախճիվան։ Մի շարք առաջատար համաշխարհային լրատվամիջոցներ նյութերեն հրապարակել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Զանգիլանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ունեցած ելույթի վերաբերյալ։ Նյութերը կենտրոնացած են պետության ղեկավարի կողմից հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի, Եվրամիության առաքելության, արևմտյան երկրների տարածաշրջանի նկատմամբ վերաբերմունքի, օկուպացիայից ստացագրված տարածքների վերականգնման, ինչպես նաև Զանգիլանում գյուղատնտեսական եւ ենթակառուցվածքային նախագծերի զարգացման վերաբերյալ նրա տեսակետների վրա։
Բելարուսական մի շարք հրատարակություններ լայնորեն լուսաբանել են պետության ղեկավարի տեսակետները Երևանյան գագաթնաժողովի ժամանակ եվրոպացի առաջնորդների կողմից արված հայտարարությունները դատարկ խոսքեր անվանելու վերաբերյալ։ Թուրքական Haber Global հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել պետության ղեկավարի Զանգիլանի առաջին բնակելի համալիր տեղափոխված ընտանիքների հետ հանդիպման մասին։ Ռեպորտաժում մեջբերվում է նախագահի խոսքերը, որ համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի օկուպացված հողերը հաստագրելու պատգամը կատարվել է։ Վրացական առաջատար լրատվական պորտալներն ու հեռուստաալիքները նույնպես լայնորեն լուսաբանել են նախագահ Իլհամ Ալիևի Ադրբեջանի արդարացի դիրքորոշման եւ Հայաստանի հետ կապված հարցերի վերաբերյալ կարծիքները։ Բելարուսական Sputnik Belarus հրատարակությունը նշում է, որ Բաքուն մտադրություն չուներ ոչնչացնել Հայաստանը կամ զրկել այն անկախությունից։ Միևնույն ժամանակ նախագահ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ եվրոպացի դիտորդները գործում են այնպես, կարծես պաշտպանում են Հայաստանը Ադրբեջանից։ Չնայած դրա անհրաժեշտությունը չկա։ Ղազախական Լադակս հրատարակությունը նշում է, որ պետության ղեկավարի խոսքով Եվրամիության ներկայացուցիչները պարզապես անվտանգության տեսք են ստեղծում, մինչդեռ Բաքվից իրական սպառնալիք չկա։ Գերմանական Next 24 հրատարակությունը նույնպես հաղորդել է, որ Իլհամ Ալիևը քննադատել է Հայաստանում գտնվող Եվրամիության դիտորդներին։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը փոխվարչապետ եւ պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինիկի հրավերով պաշտոնական այցով մեկնել է Սլովակիա։ Բրատիսլավայում կայացած դիմավորման արարողությունից հետո Զաքիր Հասանովը հանդիպել է Սլովակիայի փոխվարչապետ եւ պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինիկի հետ։ Հանդիպման ընթացքում մանրամասն մտքեր են փոխանակվել Ադրբեջանի եւ Սլովակիայի միջև ռազմական համագործակցության ներկայիս վիճակի շուրջ։ Ընդգծվել է փոխադարձ այցելությունների կարևորությունը։ Կողմերը քննարկել են նաեւ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները։ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունները արագորեն խորանում են բոլոր ոլորտներում, այդ թվում տնտեսական, քաղաքական, մշակութային եւ էներգետիկ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Բիրոլ Ակգյունը։ Բաքվում Սիներժի Պրոյի հետ համատեղ կազմակերպված Սերանիտ ապրանքանիշի միջոցառման ժամանակ։ Հատկապես 2020 թվականի 44-օրյա հայրենական պատերազմից եւ Ղարաբաղի ազատագրումից հետո այս հարաբերությունները ձեռք են բերել բոլորովին նոր տեսլական։ Շուշայի հռչակագրի ստորագրմամբ Թուրքիան եւ Ադրբեջանը իսկապես դարձել են ռազմավարական դաշնակիցներ։ Նա նաեւ անդրադարձել է թուրքական աշխարհի մշակութային եւ քաղաքաշինական ընդհանուր ավանդույթներին։ Այդպիսի քաղաքներ ինչպիսիք են Սամարղանդը, Բուխարան, Բաքուն, Կոնյան, Բուրսան, Էդիրնեն, Ստամբուլը, Անկարան, Աստանան եւ Բիշկեկը թուրքական քաղաքակրթության ամենակարևոր օրինակներն են ճարտարապետության եւ գեղագիտության առումով։ Չէ որ քաղաքները ոչ միայն ճանապարհներ, մետրոներ եւ ենթակառուցվածքներ են։ Ակգյունն ընդգծել է, որ Բաքուն այսօր էլ մնում է առաջատար քաղաք, որը համարձակորեն ցուցադրում է 21-րդ դարի ճարտարապետական տեսլականները։ Խանքենդի քաղաքում կառուցված հաղթանակի զբոսայգին կարևոր նախագծերից մեկն է, որ ուշադրություն է գրավում իր ժամանակակից ճարտարապետական ոճով, խորհրդանշական տառերով եւ ընդարձակ լանդշաֆտային ձևավորմամբ։ Այգու տարածքում կառուցված հաղթական կամարը կառուցվել է հայրենական պատերազմում տարած հաղթանակը հավերժացնելու եւ այն ապագա սերունդներին փոխանցելու նպատակով։ Հաղթանակի այգու հիմքը դրվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից 2025 թվականի փետրվարի 19-ին։ Հաղթական կամարը, որն այգու հիմնական ճարտարապետական տարրերից մեկն ունի հատուկ խորհրդանշական նշանակություն։ Կամար տանող 44 աստիճանները խորհրդանշում են հայրենական պատերազմի օրերի քանակը։ Աստիճանների կենտրոնում տեղադրված ցուցանակները արտացոլում են պատերազմի ընթացքի, ազատագրված բնակավայրերի եւ 2023 թվականին անցկացված հակահաբեկչական գործողության արդյունքների մասին տեղեկատվություն։ Հաղթական կամարի բարձրությունը նույնպես խորհրդանշականորեն 44 մետր է։ Կառույցը բաղկացած է 10 հարկից եւ տերասից։ Տերասում տեղադրվել է հաղթանակի օրը խորհրդանշող 8 թիվն արտացոլող կոմպոզիցիան։ 9-րդ հարկում ստեղծվել է հաղթանակի պատկերասրահ անվամբ ցուցասրահ։ Հաղթանակի զբոսայգին ոչ միայն Խանքենդիում իրականացված շինարարական եւ բարեկարգման աշխատանքների կարևոր օրինակներից մեկն է, այլև Ադրբեջանի պատմական հաղթանակի խորհրդանշական վայրերից մեկը։
Բաքվում համաշխարհային քաղաքային ֆորումի 13-րդ նստաշրջանի շրջանակներում կներկայացվի հատուկ ստարտափ տաղավար։ Տաղավարը գտնվում է բիզնեսի եւ նորարարության կենտրոնում, որը ստեղծվել է բնականաշինության եւ քաղաքային զարգացման ոլորտում նորարարական մոտեցումները խթանելու համար։ Տարածքը կծառայի որպես երիտասարդ ձեռնարկատերերի եւ նորաստեղծ ընկերությունների նորարարական լուծումներ ներկայացնելու վայր։ Տաղավարում ներկայացված են 10 երկրների 14 ստարտափ նախագծեր։ Կազմակերպիչները նշում են, որ նախաձեռնության նպատակն է հարթակ տրամադրել շուկայի նոր մասնակիցներին եւ ընդգծել բնականաշինության եւ քաղաքային զարգացման խնդիրների լուծման համար մասշտաբային գաղափարներ։ Ադրբեջանի հրաձգության հավաքականի անդամները Ռուսլան Լունյովը եւ Զեյնաբ Սուլթանովան արծաթե մեդալ են նվաճել Խորվաթիայի Օսիեկ քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում։ Այս մասին հայտնել են Ադրբեջանի հրաձգության ֆեդերացիայից։ Մեր ներկայացուցիչները հաջողությամբ հանդես են եկել 25 մետր հեռավորության վրա զուգախաղի հրաձգության մրցումներում եւ նվաճել են արծաթե մեդալ։ Մեր ալիքի տեղեկատվական գործընկերն է Երևան տեղեկատվական վերլուծական կենտրոնը։ Ադրբեջանցի եւ արտասահմանյան հեղինակների արդի վերլուծական նյութեր, հարցազրույցներ եւ հրապարակումներ, տարածաշրջանի պատմության, այսօրվա իրողությունների, ինչպես նաեւ ազգամիջյան ակամարտությունների պատճառների եւ հետևանքների վերաբերյալ։ Բոլոր այս նյութերին դուք կարող եք ծանոթանալ այցելելով կենտրոնի Երևանասկոմ կայքի Facebook-յան էջը։ Հայաստանի ինդիմադիր ճամբարը, որի առանցքային դեմքերից է օլիգարխ ուժեղ Հայաստան կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը, շարունակում է փողոցային ակցիաներն ու աղմկարույց մամուլի ասուլիսները, որտեղ հնչեցնում են ռևանշիստական եւ օկուպացիոն հայտարարություններ։ Վերջերս մամուլի ասուլիսի ժամանակ հակակառավարական եւ թշնամական հայտարարություններով է հանդես եկել Սամվել Կարապետյանը, թիրախավորելով Նիկոլ Փաշինյանին։ Օլիգարխի խոսքով Փաշինյանը Չինաստանից Հայաստան է բերել 1 տոննա հալյուցինացիա առաջացնող սունկ, որն իբր օգտագործում է մամուլի ասուլիսներից եւ ազգային ժողովում ելույթներից առաջ։ Նիկոլ Փաշինյանն անմիջապես արձագանքել այս հայտարարությանը, նշելով, որ պատրաստվում է դատի տալ Կարապետյանին։ Ինձ ցույց տվեցին Կալուգացի օլիգարխի տխմար հայտարարությունը մի տոննա հալյուցինացիա առաջացնող սնկերի վերաբերյալ։ Բնականաբար դատի եմ տալու Կալուգացի օլիգարխին եւ բառիս իրավական իմաստով մի տոննա հալյուցինացիա առաջացնող սունկ եմ կերցնելու Կալուգացի օլիգարխին։ Կարապետյանի այս հայտարարությունը իսկական պայթյունի ազդեցություն է թողել, բուրըն արձագանք առաջացնելով հասարակության շրջանում։ Տեղի լրագրողների զրույցում քաղաքացիները սուր պատասխան են տվել օլիգարխին եւ նշել, որ ընտրություններին իրեն ձայնը կտան միայն Նիկոլ Փաշինյանին։ Սամվել Կարապետյանը ընդհանրապես իրավունք չունի մասնակցելու։ Դա ուրիշ երկրի քաղաքացի է, ոնց կարող է մասնակցել ընտրություններին։ Քաղաքացիական պայմանագիրը պետք է հաղթի ու պետք է հաղթի։ Հաղթածը պետք է հաղթի։ Ես ասում եմ, ես այդ իրեք կուսակցությանն էլ վաբշե ընդհանրապես իրանք իրավունք չունեն իշխանության գալու։ Ես չեմ ուզում իմ պետությունը ստանա Ռուսաստանի գուբերնիա, ես չեմ ուզում։ Օրինակ ինչ արի այդ մարդը մեր երկրի համար, որ եկել է վարչապետ է ուզում դառնալ։ Ինչ արի մեր երկրի համար։ Այն որ 47 դրամ սարքեց մեր լույսի արժեքը 25 դրամից։ Չգիտեմ, ես դեմ եմ։ Թող գնա իր կալուկայում բանը։ Բիզնեսով զբաղվում է։ Գալատակեր է։ Դուք որպես ընտրող տեսնում եք Յան Հայաստանի Հանրապետություն։ Դու չէ՞ մրտ են երկու բառ իրար հետևի չի կարող խոսալ, ինչ է ընտրողը։ Ամոթել է մրտ գնա քո միլիարդների մասին մտածես թե։ Մեր թող մեր Նիկոլը ինքը նշանում է լավ է լավ։ Նիկոլ, всё, դե մարդ չկա։ Քոչարյանը մարդասպան է, դրա մասին вообще խոսք չկա։ Դե խելքի գլխին մարդ մնակ Նիկոլն է։ Սամվել Կարապետյանը հայտարարում է իրեն որպես հաղթող վարչապետ։ Դուք կողմ եք այդ։ Ես որ ինքը գնա կորի, ես ավելի կողմ։ Սամվել Կարապետյանը fake է։ Դե առավել էլի։ Ես Սամվել Կարապետյանին չեմ ընդունում։ Ինչու՞։ Որովհետև ինքը բիզնեսմեն է, թող գնա, ինքը պոտենցիալ էլ չունի։
վարչապետ դառնալու համար ինտելեկտուալ պոտենցիալը իր շատ ցածր է։ Ինքը չի կարող վարչապետ լինի։ Ու Փաշինյանի հետ էլ չի կարող համեմատվի։ Փաշինյանը ավելի ուժեղ մարդ է, քան ինքը։ Հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանի հասարակության զգալի մասը կտրականապես դեմ է Սամվել Կարապետյանի եւ Ղարաբաղյան հանցավոր կլանի իշխանության գալուն։ Քաղաքացիների համոզմամբ Կարապետյանն ու նախկին ղեկավարները երկիրը կարող են տանել դեպի նոր պատերազմ եւ հերթական աղետ, ինչը Հայաստանը կհասցնի կործանման եզրին։ Մարդիկ պնդում են, որ միայն Նիկոլ Փաշինյանն է ի վիճակի պահպանելու խաղաղությունը, կայունությունն ու Հայաստանը տանելու զարգացման եւ բարգավաճման ճանապարհով։ Այդ պատճառով քաղաքացիների զգալի մասը առաջիկա ընտրություններում պատրաստվում են իրենց ձայնը տալ բացառապես գործող վարչապետին։ Դուք դիտեցիք օրվա գլխավոր լուրերը CBC-ի հայկական ծառայության ալիքում։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, հավանեք եւ մեկնաբանեք, որպեսզի մեր լուրերը ավելի շատ մարդ կարողանա դիտել։